Արգելի գործընկերներ, բնականաբար ունենք ամենավտանգավոր հանցագործության հետ գործ ունենք, բայց մեր փորձը նախկինում էլ առաջին ընթերցման քննարկման ժամանակ ցույց է տվել, նաև աշխարհի փորձն է տենց ասում, որ միայն խստացումներով այս հարցը չի լուծվում ու ինչքան էլ մենք ուզենանք բարձր պատիժ սահմանենք, դուք ինքներդ ասիք, որ դա պետության կողմից բավականին շատ ռեսուրս է տանում, բայց ինքնին հանցագործության տեսակը դրանից չի նվազում։ Առաջինը ձեր բերված վիճակագրությունը բացահայտելիության մասով, իհարկե միանշանակորեն չենք կարող պնդել, որ դա նշանակում է թմրանյութերի շրջանառության աճ, որովհետև իրացված շրջանառված թմրամիջոցների քանակով էապես տարբերություններ չունենք, բացահայտելիության աճ ունենք։ Դուք որ բերում եք, ասում եք, ոստիկանություն դիմել են այսքան մարդ, դատարան գնացել է այսքան գործ, չէ՞։ Այդ գործերի մի որոշ զանգված հնարավոր է կատարված լինի, հնարավոր է դերևս քննության փուլում լինի, այսինքն մենք պետք է նաև հաշվի առնենք, թե քննչական կոմիտեներում որքանն են այդ գործերից, որոնք դատարան չեն գնացել կատարված, որքանն են, որ դերևս քննության փուլում են, որտեղ գիտեք, որ տեխնոլոգիաներով կողմից իրականացվող հանցագործությունները դժվար բացահայտելիություն ունեն։ Այդ մի մասով։ Երկրորդը պատժաչափելի փոփոխությունը։ Ես իհարկե համակարծիք եմ խստացումների հետ, բայց խնդիր եմ տեսնում այս տրամաբանության հետ, որ մենք ասում ենք գրածա 6-ից 12, նույն պատժաչափը կարա կիրառվի օրինակ այսինչ պարագայում։ Դատավորին այս թույլտվություն տալիս, հնարավորություն տալիս։ Ինքը ըստ գրամի, ըստ հանցագործության ծանրության, այդ 6-ի ու 12-ի արանքում ընտրի պատժաչափ։ Այսինքն այդտեղ նույնը չի, 6-ից 12-ը շատ մեծ լայն դիապազոն է սանկցիա կիրառելու համար։ Այսինքն դու կարող ես ընտրես ամենափոքր գրամի համար տանես 6 տարի դատես, դրա խոշոր չափի համար տանես 12 տարի դատես։ Այդ երկրորդ մասով։ Երրորդ մասով իմ համար ամենամեծ խնդիրը եղել է այս նախագծի 396-ի 1-ը իրացման համար, որտեվ այդ 396-ի 1-ի մեջ տված է կամ ու էլի տված է հնարավորություն դատավորին ընտրության։ Տուգանք ըստ հանցագործության վտանգավորության, ոչ իրացման համար, այո։ Տուգանք ազատազրկում, ավելի ծանր ազատազրկում։ Ուզում եմ ասեմ, այս գրադացիան էլ պետք է պահենք անպայման։ Դուք այդ ամբողջ տողը ջնջել եք նախորդ բանի մեջ ու գրած էր մենակ ազատազրկում։ Հիմա հասկանում եմ, որ փոխում ենք էլի տուգանքի, բայց այդ կամը պարտավոր ենք անել, որտեղ չափից կախված էլի դատավորը պետք է հնարավորություն ունենա։ Օրինակ, չգիտեմ, 0.01 գրամ մարիխուանան ու 0.01 գրամ սինթետիկ թմրանյութը իրարից տարբերելու։ Դա կարևոր է։ Չորրորդ մասով տնային կալանքների մասին խոսեցիք, որ տնային կալանքում կամ առաջինը հանցագործությունը կատարած մարդը պատիժ չի կրում։ Եթե օրինակ փաստեր ունենք, որ ոստիկանությունից դուրս են գալիս առանց քրեական գործ հարուցելու, այդ դեպքում մենք ունենք արդեն ոստիկանական համակարգի հանցագործության հետ, սա պետքա մի քիչ այլ հարց է, պետքա այդտեղ ուրիշ ձև քննենք։ Եթե ունենք խնդիր, որ մարդը պատժված է, բայց իր պատժաչափը ընտրված է որպես տնային կալանք ու ինքը այդ նույն ընթացքում հանցագործություն է անում, այդ նշանակում է կրկնահանցագործության հետ գործ ունենք, որը նշանակում է, որ ինքը երկրորդ անգամ չի կարող նույն սանկցիան ունենալ։ Տնային կալանքը խախտած, տնային կալանքում հանցագործություն կատարած, անգամ գրավով ազատված հանցագործին երկրորդ անգամ շատ ավելի խիստ են դատում, եթե այդ հանցագործությունները կրկնվում են։ Իսկ իմ մոտեցումը այս հարցի շուրջ մշտապես եղել է ոչ թե ամբողջ ոստիկանական համակարգը, քննչական մարմինները ահռելի ռեսուրս են տանում այս գործերի բացահայտելիության եւ փնտրտուքի վրա։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը ամենամեծ ռեսուրսը պետք է կենտրոնացնի ներմուծումների վրա։ Եթե մենք ներմուծումները կանխարգել ենք, Հայաստանում տենց մեծ լաբորատորիաներ չկան, չեն ստեղծվում ստեղ այդ թմրամիջոցները։ Բերում են այդ նյութերը, ստեղ խառնում են, ինչ որ ուրիշ բաներ են սարքում։ Մենք ավելի շատ խստացումներ կարանք անենք ներմուծված չափերի վրա, ներմուծված հանցագործությունների տեսակների վրա։ Ու բնականաբար նաև ռեսուրս ուղենք մաքսային մարմինների կարողությունների զարգացմանը, որովհետև այս վերջերս էլի քննարկումներ ենք Անուն Պարմինասյանը կհիշի, ես եւ Տիկին Ագնեսը Խամոյանն էլ ենք այս հարցի շուրջ մեծ քննարկումներ արել։ Մեզ օրինակ տեղեկացնում են, որ չգիտեմ, Իրանից, կողքի պետություններից դրոնով թմրամիջոց են ներմուծում, որը ոչ մի ձև չես տեսողական համակարգ բան չի կա, ասենք սահմանի վրա չի, մաքսավորը չի։
մենք պետք է կարողանանք այդ կարողությունները զարգացնել, որպեսզի հնարավորինս ներմուծումները քչացնենք եւ այդ դեպքում նաեւ իրացման հանցագործների տեսակն կպակասի։ Կառավարության առաջարկներին ես կողմնակից եմ եւ առաջարկում եմ այս փուլում առաջինից երկրորդ ընթերցում նախագիծ ընդունեն կառավարության առաջարկներով, բայց ես հույս ունեմ այդ 396-ի մեկը կար չէ դրա մեջ, պարոն Քոչարյան, որ կամ լինի, ցմահին կտրականապես դեմ եմ, որովհետեւ ըստ իս մեր հանցագործությունների գրադացիան պետքա պահենք, մենք պետք է այդ համաչափությունը կարողանանք պահել, բնականաբար համակարծիք եմ ձեր հետ, որ կարողա շատ մեծ կյանքերի հետ գործ ունենան հանցավոր խումբը կամ տեղեկատվական տեխնոլոգիաներով իրականացված հանցագործությունը, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ այդ առողջացման միտման վրա քայլեր անենք եւ աշխարհի փորձն էլ ցույց տվել էլի պատժիժների խստացումը երբեք հանցագործների կանխարգելման տեսակ չի եղել։ Մենք կաշառքով ունենք պատիժների խստացում, մենք կարծում ենք, որ էլի պետք է խստացվի, բայց դա չի դադարում նրան, չի դադարում, որ մարդիկ կաշառք վերցնեն։ Այս պարագայում էլ է նույնը, որովհետև երկու հանցագործների տեսակն էլ բացահայտելիության առումով մեծ խնդիր ունեն։ Եվ մեծ դժվարություն է իր ապահամակարգի համար այս հանցագործները բարձրացնելու։